Տիկին Իսայանն այս process-ը սրվեց նախընտրական եւ հետընտրական շրջանում, ինչ սպասել հետո հաշվի առնելով այս քաղաքական համատեքստը եւ երբ Ծառուկյանը օրինակ ազատ կարձակվի ձեզ, որտեղ Ցավոք սրտի չեմ կարող ասել երբ կազատվի, բայց կարող եմ հստակ մի բան ասել, դուք շատ ճիշտ նկատեցիք, այս process-ը սկսել է դեռևս նախընտրական փուլից, երբ Գագիկ Ծառուկյանը եւ ամբողջ թիմը, խոսում էր ծրագրային դրույթներից, խոսում էր երկրում տարբեր ոլորտների զարգացման ուղղությունների մասին, խոսում էր ներքին համերաշխության, միասնականության մասին, ազգային վերածննդի մասին, իսկ փոխարենը ստանում էինք անընդհատ պիտակավորումներ, վիրավորանքներ եւ այլ եւ այլ։ Մեկ բառով ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, սա կոչվում է քաղաքական հաշվեհարդար։ Թե երբ այս ամենը կունենա իր ավարտը, ցավոք սրտի կարող են միայն պատասխանել նրանք, ովքեր իրենց անձնական վրեժխնդրությամբ եւ քինախնդրությամբ այս process-ը հասցրել են այստեղ, որտեղ դուք ինքներդ լսեցիք, փաստաբանները իրենք այսօր ասեցին, որ դատախազը դադարեցրել է, նախկին փաստորեն գործով, process-ները, հետեւաբար մենք պատտվում ենք ու նորից կանգնում ենք նույն երևույթի առջև, այստեղ միայն քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում։ Դրա պատասխանատուն թե երբ վերջ կտան, երբ կանգ կառնեն, իհարկե այսօրվա իշխանություններն են։ Շնորհակալություն։